Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնը եւ գիտության կոմիտեն համատեղ գիտական թեմա են նախաձեռնել հետազոտություն, որը հենց այդ ուղղվածությունը ունի, ինչպես է մեր ազգային գիտակցության մեջ ցեղասպանության տրավման սերունդը փոխանցում իր հաջորդ սերնդին եւ որոնք են այդ փոխանցման հոգեբանական առանձնահատկությունները, կա արդյոք այնտեղ եթե այդ բառը օգտագործենք վտանգավոր կամ անցանկալի դրսևորումներ, որպեսզի դա ավելի հստակ ես բացատրեմ, նախ ուզում եմ տալ մի փոքր նախաբան ամբողջ աշխարհում շատ հետազոտություններ կան, հատկապես հոլոկոստի նվիրված, եւ բոլոր այդ հետազոտություններում խոսքը գնում է այն մասին, թե հոլոկոստի տրավման ինչպես է փոխանցվել հաջորդ սերունդին։ Մեր իրականության մեջ, որ փաստորեն հոլոկոստից ավելի առաջ է եղել, որպես կանոն կա մի օրինաչափություն, որ առաջի սերունդը լռում է, չի կարողանում իր տրավման արտահայտել, որովհետև դա այնքան լայնամասշտաբ, այնքան դուրս է մարդկային ամենօրյա կյանքի փորձառություններից, սպասելիքներից, որ մարդը նույնիսկ այդ մասին խոսել չի կարողանում։ Դուք կարող եք դա համեմատել անհատական բնույթի տրավմայի հետ, երբ որ ընտանիքում ինչ-որ մի դժբախտություն է պատահում, սկզբնական փուլում դժվար է այդ մասին խոսելը անգամ։ Երբ որ այդ սերունդը լռում է, սա չի նշանակում, որ նա ոչինչ չի փոխանցում հաջորդ սերնդին։ Մենք կարող ենք փոխանցել որոշակի ընտանեկան տրադիցիաներ հաջորդ սերնդին, ազգային որոշակի, ասենք, նորմեր, մշակութային որոշակի էլեմենտներ, այդ թվում նաև անցանկալի բովանդակություններ եւ լռություն։ Այստեղ երկու խնդիր է ծագում։ Արդյոք մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն ցեղասպանության հետ, նախնիները, որ երբևէ չեն կապված եղել Արևմտյան Հայաստանի հետ, նրանք նույնպես ենթարկվում են հոգեբանական տրավմայի, թե ոչ։ Եվ այդ պատճառով մեր ընտրանքը, մեր հետազոտության սուբյեկտը դա պետք է լինի շուրջ 2000 տարբեր 5 տարբեր սերունդների ներկայացուցիչներ, սկսած 14-15 տարեկանից մինչև ամենաբարձր հնարավոր տարիքը։ Եվ մենք պետք է վերցնենք վերահսկիչ խումբ որպես այն մարդիկ, ովքեր որ առնչություն չունեն, եւ հիմնական խումբը, թիրախ խումբը պետք է լինեն այն մարդիկ, ովքեր հարցարանի մեջ նշում են, որ իրենց նախնիները այս կամ այն չափով կապված են, ասենք նրանք Արևմտյան Հայաստանից են կամ ծնողներից մեկը Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքի զավակ է, շառավիղ է։ Հաջորդ խնդիրը, որ ծագում է ընդհանրապես, եթե համեմատության մեջ դնենք հոլոկոստի եւ ցեղասպանության եղեռնի խնդիրը, կտեսնենք, որ ցեղասպանության պարագայում մենք ստացել ենք մեր նախկին հայկական ամբողջ աշխարհագրական տարածքի ավելի փոքր, քան 20%-ը։ Իսկ հոլոկոստի Իսրայելի պարագայում պետություն ստեղծվեց եւ դա փաստորեն դրական արդյունք էր։ Հոլոկոստի պարագայում խնդիր առաջացնող կողմը Գերմանիան ընդունեց, ճանաչեց եւ ամբողջ աշխարհը ճանաչեց եւ դա փաստորեն թեթևացնում է կամ նվազեցնում է հոգեբանական տառապանքի մակարդակը։ Մեր պարագայում Թուրքիան շարունակում է հերքել եւ երրորդը, որ փոխհատուցում է տրվել եւ շարունակում է տալ Գերմանիան, մեր պարագայում այդ մասին մենք միայն կոմպենսացիաները հոգեբանական են եւ տրավմատիկ եւ ամեն սերունդ հաջորդ սերունդին կարծես մի նոր պատգամը ավելի սուր ձևով է փոխանցում։ Մեկ ուրիշ հետաքրքրական առանձնահատկություն կա, որ տրավմայի փոխանցման ժամանակ, եթե մենք շարունակում ենք մնալ հերքումի դաշտի մեջ եւ չնայած բազմաթիվ պետություններ ճանաչել են, մի տեսակ կարծես մեր վիշտը շարունակում է ապրել մեր մեջ։ Այսինքն վիշտը հոգեբանական առումով յուրահատուկ կամ սուգը ասենք, յուրահատուկ process է, որը անհրաժեշտ է մեզ թոթափելու հոգեբանական դժվարությունները, ազատվելու ավելորդ էմոցիոնալ բեռից։
Եվ սքի process-ը այդ որ բոլոր ժողովուրդները 1 տարի կամ ամենաշատը 2 տարի է, եթե շատ հարազատ մարդու կորուստ է։ Մեր մոտ արդեն 100 տարի շարունակվում է, որովհետև երբ որ մենք շարունակ գտնվում ենք հերքումի փուլի մեջ, մի տեսակ կարծես չի ավարտվում սուքը։ Սա հոգեբանական տերմինով ասած չապրված վիշտ է կամ կիսատ մնացած սուք է, որ անդադ ժողովրդի հետ կարծես թե մեծանում է եւ փոխանցում հաջորդ սերնդին։ Մեկ այլ հետաքրքրական նկատառում կամ մեր հետազոտության արդյունքների մեջ, որ հայերը մի տեսակ շատ զգայուն են մեղավորության նկատմամբ եւ անգիտակցության մակարդակում, ասես ազգային անգիտակցության մեջ մենք անընդհատ ծանրաբեռնված ենք մեղքի զգացումով այն զոհերի առաջ, ում խնդիրը չենք կարողանում հասցնել իր տրամաբանական ավարտին։ Մենք նրանց առաջ հոգեբանության մեջ դա կոչվում է ապրողի մեղավորություն։ Մենք դա կարող ենք զգալ նաև անհատական տրավմայից հետո, երբ որ ինչ-որ մեկին կորցնում ենք եւ առաջի փուլը շոկն է, երկրորդը հերքում է եւ երրորդ փուլում մենք սկսում ենք մտածել, ինչ սխալ արեցին, գուցե ես պետք է այդպես վարվեի, որպեսզի նա չմահանար եւ այլն։ Մեր ամբողջ ազգը ունի այդ մեղավորության սուր զգացումը եւ դրա վառ ապացույցներից մեկը այն է, թե մենք ինչպես ենք վերաբերվում մահացած մարդկանց, ինչպես ենք կարևորում գերեզմանատունը, որքան ցուցադրական է մեր թաղման ծեսը։ Եվ հարց է ծագում, արդյոք հնարավոր է սերունդը խուսափի տրավմայից, կարող է արդյոք մի սերունդ, օրինակ, այլևս այդ մասին շատ կարևորություն չզգալ։ Բայց ինչպես ցույց է տալիս յուրաքանչյուր ապրիլի 24-ի դիտարկում, դուք կտեսնեք, որ անկախ կուսակցությունից, տարիքից, բոլոր այն շերտերից, որոնք մեր ներսում, մեր ազգի ներսում կան եւ խտրականություն են ենթադրում, մենք կարող ենք տեսնել, որ այդ ապրիլի 24-ը միակ հավաքական, ամբողջական դրսևորումն է ազգային, որը որ փաստորեն այդ խնդրի շուրջը մենք միավորված ենք։ Եվ հոգեբանության մեջ եւս մի հարց է առաջ քաշվում, որ կա արդյոք տրավմային հաջորդող անձնային աճ, որովհետև տրավմա ապրած ժողովուրդը ընդհանրապես պետք է ավելի ճկուն դառնա, նոր մեխանիզմներ փնտրի, նոր հարմարման ճանապարհներ ընտրի եւ դա բառապացույցն է մեր հայրենակիցների հաջողությունները արտերկրում, Հայաստանից դուրս։ Ինձ թվում է դրա մեջ կա յուրահատուկ մի կապ ցեղասպանության ուրիշ ժողովուրդներին ցույց տալու, թե մենք որքան արժանի չէինք այդ ճակատագրին, մենք ավելի լավն ենք, մենք ավելի օտարների առաջ մի տեսակ կարծես մեր դրական կողմերով ենք հանդես գալիս, որովհետև օտարին մենք միշտ ուզում ենք ցույց տալ, որ այո, մեզ կոտորել, բայց մենք բարի ենք, մենք լավն ենք, մենք արժանի չէինք դրան։ Սա կոտորված ժողովրդի եւս մեկ ֆենոմեն է, որը որ նկատելի է դրսևորվում։ Եթե մենք նայենք ցեղասպանության տրավմային, մենք ինչպես ենք փոխանցում նոր սերնդին, ինչ ճանապարհներով, հեռուստատեսություն, դպրոց, պատահական ճանապարհով կարող է երեխան այդ մասին լսել, ծնողները, ընտանիքները, մենք կտեսնենք, որ ինչքան տարերային է դա կատարվում եւ որքան վտանգավոր է, երբ որ այդ ինֆորմացիան, այդ տեղեկությունը տարերային ձևով հայտնվում է երեխայի հոգեկան աշխարհում։ Եվ ինչպես հղացավ այս հետազոտությունը իրականացնելու գաղափարը, հենց լավ օրինակ կա, ես դրա մասին հաճախ եմ սիրում պատմել, այդ 2 տարի առաջ ցեղասպանության ապրիլի 24-ի օրը մենք գնում էինք դեպի Ծիծեռնակաբերդ ընկերոջս հետ, որովհետև այդ օրը ցերեկով անձրև էր եղել, մենք որոշեցինք երեկոյան գնալ եւ այդպես էր ստացվել, շատ մեծ քանակի մարդիկ որոշել էին երեկոյան գնալ եւ արդեն մութ էր այդ պահին, երբ որ մենք քայլում էինք եւ քանի որ շատ ժողովուրդ կար, ուրեմն ժամանակ առ ժամանակ պետք է կանգնեինք, ստիպված էինք սպասել, որպեսզի մի հոսքը անցնի առաջ, հետո մենք։ Եվ այդ ընթացքում, քանի դեռ մենք այդ ճանապարհին էինք, քայլում էինք, ես նկատեցի մի կին երեխայի հետ, հավանաբար 5-6 տարեկան երեխա էր, բարձրանում էր եւ երեխան անverջ հարցնում էր, այսօր ենք գնում մորը։ Սկզբում ավելի հանգիստ, հետո ավելի լարված եւ
ինչ որտեղ նևրոտիկ ձևով։ Եվ երեխային մայրը բացատրություն չէր տալիս, չէր կարողանում բացատրել ուր ենք գնում մենք, ասում էր չի կարելի, ամոթ հա, ձայնդ կտրի, ես քեզ հետո կբացատրեմ եւ այլն։ Եվ այդ ժամանակ նաև լսվում էր այդ տարածքում Լուսինե Զաքարյանի Սուրբ-Սուրբը հենց այդ պահին, որ երաժշտությունը սկսեց այդ բարձր նոտաները վերցնել, շատ յուրահատուկ տրամադրություն էր ստեղծված։ Երեխան դրանից ավելի բարկացավ եւ շատ էսպես ագրեսիվ ձևով ասեց մորը, որ մամ, ասա թող էս երաժշտությունը անջատեն։ Ասա թող էս զզվելի երաժշտությունը անջատեն։ Այդ տրամադրությունը, այդ մթությունը, այդ քայլող ամբողը, անորոշությունը, որ ուր է գնում, երեխային շատ հոգեբանական առումով հաճելի պատկեր չէր։ Եվ այդ պահին ես հասկացա, որ մենք ազգովի նույնիսկ չենք մտածել նոր սերնդին ինչ ենք ասելու այդ մասին։ Եվ այդ երեխայի կամ նրա ուրիշ տարեկիցների համար շատ վտանգավոր է, որ մենք ներկայացնենք, որ մեզ կոտորել են, մեզ տեղահանել են, մենք զրկվել ենք մեր երկրից, մեր ունեցվածքից, մեր հայրենիքից, սրանք բոլորը վտանգավոր փոխանցումներ են, կարող են երեխայի նոր զարգացող հոգեկան աշխարհում առաջացնել զոհի, վրեժխնդրի եւ շատ ուրիշ դեստրուկտիվ տարատեսակներ, կարգավիճակներ, որոնք հետո պետքա պարկվեն մեր հասարակության մեջ։ Երբ որ խոսում ենք ցեղասպանության, տրավմայի չգիտակցված կամ գիտակցված փոխանցումների մասին, լավ կլինի, որ մեր դպրոցը, մեր հասարակությունը, մեր ընտանիքը, մեր լրատվամիջոցները կանխավ մտածեն, ինչ ձևով պետք է փոխանցեն այս տրավման։ Եվ ես սկզբում այդ հարցի մեջ առաջացել էր, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես գտնվում էի մի կոնֆերանսի, որտեղ հոլոկոստի եւ ցեղասպանության մասին էր կոնֆերանսը, եւ ես այնտեղ դասախոսություն ունեի, հարցրեցի եւ պարզվեց, որ օրինակ Նյու Ջերսիում կա հատուկ դպրոց, դա դասընթացներ են, որտեղ բոլոր հրեական ուսուցիչները ժամանակ առ ժամանակ անցնում են այդ թեմաները։ Դրանք շատ մեծ ժամ չեն պահանջում, բայց նրանց սովորեցնում են ինչպես նոր սերունդին փոխանցել այդ ինֆորմացիան, որպեսզի քիչ վնասակար լինի այդ հաջորդ սերունդի համար։ Այսինքն նույնիսկ եթե մենք երեխաների մեջ այդպես պաթետիկ հայրենասիրական ոգի մտցնենք ցեղասպանության պատճառով, ասելով, որ դուք պետք է մեծանաք, հետ գրավեք, պատժեք թուրքերին, դա էլ վտանգավոր է։ Եվ սա վտանգավոր է նույնիսկ թույք ժողովրդի համար, հերքումը, որի մեջ մենք պաշտպանական տեսանկյունից գտնվում ենք, եթե մեր հարազատը մահացել է, մենք չենք հավատում, որ նա մահացել է, այդ առաջին հերթին մեզ իրականությունից կտրում է։ Եվ նրանք էլ իրականության մեջ չեն, իմ կարծիքով։ Եվ դա էլ իրենց խնդիրն է, հավանաբար, որ պետք է ընդունեն պատմության իրականությունը, ոչ թե փորձեն ժամանակ առ ժամանակ դիմել ինչ-որ զարթողի ճանապարհների խուսափելու համար դրանից։ Եվ եթե սա մեր խոսակցությունը ինչ-որ մեկին կարող է մի պատգամ փոխանցել, դա ես կուզենա լինել այն, որ երբ որ մենք այս տեղեկությունը փոխանցում ենք նոր սերնդին, շատ զգուշությամբ չմոռանանք նաև նշել օրինակ Վանի պաշտպանությունը, Մուսալերան ժողովրդի հերոսական ինքնապաշտպանությունը, չմոռանանք հիշել Արցախի մեր հաղթանակը, պատմության մենք մի տեսակ կարծես շրջանցում ենք այդ, ճիշտ է, որովհետև նորից միջազգային հանրությունը դեռ չի վավերացրել, բայց նա իսկապես շատ կարևոր պատմական եւ հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր հաղթանակ է Արցախյան մեր հերոսամարտը եւ դա վառ օրինակ է, որ ցույց է տալիս, թե ինչպես անցումային շրջանում գտնվող մի քանի 100,000 ասենք, ովքեր լծված էին Արցախյան պատերազմի գործին, պայքարում էին բազմաթիվ միլիոնանոց ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Սա փաստորեն մենք չէինք ունենա այս հաղթանակը, այդ հերոսապատումը, եթե իմ կարծիքով, եթե ցեղասպանության խնդրի անարդարացի զգացումը շարունակեր համակել մեր ժողովրդին։